Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եկել եք Սամվել Կարապետյանին աջակցելու։ Միանշանակ։ Ինչու հենց իրեն։ Ինչու հենց իրեն։ Ինչու հենց ինքը այս ամբողջ հարվածը վերցրեց իր վրա։ Շատ ունենք, չէ՞։ Հարուստներ, մեծահարուստներ շատ ունենք, ինչի հենց ինքը այդ հարվածը վերցրեց իր վրա։ Եթե ինքը գերադասեց մի նախադասությունով հստակ ասի իր պոզիցիան, որ ինքը մինչև վերջ մնալու է իր ժողովրդի ու իր եկեղեցու կողքին, ուրեմն մենք պարտավոր ենք մինչև վերջ մնանք իր կողքին մինչև հաղթանակ։ Սպասում եք արդարադատություն։ Արդարադատության ճիշտ ասած չեմ սպասում, այս դաժե մենք արդեն այս չգիտեմ սրանց ինչ ասեմ համակարգը արդեն բռնապետության սահմանագիծն է հատ է, երևի կարող համաձայնվեք, որ արդեն մենք անարխիայի տիրույթում ենք, որտեղ արդեն էսի բռնապետությունն էլ չի, էլի, մարդը բացահայտ թքած ունի սահմանադրության վրա, թքած ունի բոլոր օրենսգրքերի վրա, մենք արդեն անարխիայի պայմաններում ենք ապրում, որ մեկ հոգու դիկտատն է, մեկ հոգու մի հատ գժի դիկտատ, գի շիզոֆրենիկ պրիրոդնի դեգեներատի դիկտատ։ Դե այդ անարխիայի մեջ ապրում ենք, արդարադատության հույս չունեմ, սաղսը գիտենք, այդ բուրգը ոնց է աշխատում, հրամանները վերևից ներքևից վերև պրոցեսները ոնց է գիտենք, հույս չունեմ, հույսս մեկ բան է, որ ինչքան իրանք այդ բռնաճնշումները ուժեղացնում են, հասարակության մեջ տրամադրություն է փոխվում, դրա միանշանակ բալանսը գալիս է այս կողմ, մարդիկ այն ամենա, չգիտեմ, այն ամենա նիկոլականն էլ արդեն իրանց տրամաբանության մեջ այս չի տեղավորվում։ Սամվել Կարապետյանի նման մարդը իր արածը արդեն ոչ փակելու է, ոչ ծածկելու է, ոչ ուրանալու է, ոչ էլ շրջանցելու է։ Այն ամենա նիկոլականն էլ արդեն իր արածից տեղյակ է, մարդիկ չեն ընկալում, Նիկոլը թող շատ լավի նմանա, որ նիկոլականներն էլ արդեն չեն ընկալում, այս ամեն ինչը։ Այդ արդեն ներքին ագրեսիա է մարդկանց մոտ, Նիկոլը թող լավ իմանա, որ նիկոլականները արդեն գալիս են այս կողմ իր այս ռեպրեսիաների պատճառով։ Այսօր երթից հետո, երբ որ երթի մասնակիցները հասան դատարան, 17 անձի ձերբակալեցին եւ բերման ենթարկեցին ոստիկանության ստորաբաժանում, սա ինչի մասին է։ Այդ բնական է, տենց էլ ելնելու էր, մինչև ընտրություններ բռնաճնշումները համ ավելի այլանդակ կերպավորումներ են ստանալու ու ավելի շատ են ելնելու։ Մարդը բանկայեթը, մարդը շատ լավ գիտի, ինքը ինչ է արել, այդ աթոռից պոկվելու դեպքում իրան ինչ է սպասվում, բնական է ինքը ռեպրեսիաները շատացնելու է, ավելի ուժեղացնելու է, բնական է, բայց այդ մարդիկ մենակ չեն մնա, փառքասու այսքանները կան կողքին ու ընենց մասսա է հավաքված, որ ոչ է վախեցող է։ Այս պատվիրությամբ դատարանը Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցն է քննում, փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն է ներկայացրել 400 միլիոն դրամի դիմաց փոխել Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, դատարանը կհամաձայնվի։ Դե որ հաշվի առնենք այդ Նիկոլը շատ գյորմամիշ մարդ է, ինքը փողի համար մեռնում է, էլի հոգին կտա։ Շատ հնարավոր է, որ գայթակղվի այդ թվից, որտեղ ինքը փողի գյորմամիշ է։ Ու շատ տեսանք էլի այդ բռնոցի շատերին բռնումա, փողը վեկալում է, թողում է, կարանք տենց պրոյեկտենք ժամանակի վրա, տենան քանիսին է տենց արել, շատերին է արել։ Տանում է, փողը վեկալում է, բացաթողում, հետո նորից է տանը։ Կարող է գայթակղվի այդ 400 միլիոնից, բայց կարծում եմ միջև ընտրություններ հաստատ նորից կկալանավորեն, որտեղ այդ բերչի միտինգի մարդականակից շատ վախեցած են իրանք ռաշոտ չունեին, որ այդքան մարդագալու փողոց, իրանք են մի քանի օրվա առաջվա ազգային ժողովի մոտի ակցիայի այդ քիչ մարկանց դրա հետ կապված ասում եմ մենք չենք փոքրիկ խմբակը, իրենք են փոքրիկ խմբակը։ Դե այդ օրը չէ, ինքը էլի մանիպուլյացիա է անում, ինքը շատ էլ հասկանում է, որ էդի հանրահավաքի հայտարարություն չէր, բան չէր, էդի ուղղակի ակցիա էր հայտարարած,
ու իրանք համոզված էդի ելակետ էին վեկալել, դրա վրա հաշվարկ էին արել, բայց հանրահավաքի օրվա թիվը անակնկալ էր, իրանք վախեցած են մինչև շաքար ստանալու աստիճան ու այդ բռնաճնշումները չի դադարելու, ինքը կգայթակղվի, նորից եմ ասեմ, փողի գյորմամիշ մարդ է, ինքը կարող է 400 միլիոնով գայթակղվի մի պիրիոդ բաց թողի, բայց հաստատ մինչև ընտրություններ, որտեղ ինքը գիտի, որ եթե 40,000 մարդ կանգնես Սամվել Կարապետյանի կողքին, ինքը հաստատ պրոցես է փոխելու իրավիճակը փոխելու։ Եվ ևս մեկ հարց, մենք ձեզ հիշում ենք Միքայել Սրբազանի գործով այդ դատական նիստերին բավականին ակտիվ եք, եթե չեմ սխալվում, ամեն դատական գործի ներկա եք։ Հիմա արդեն Սրբազանը տնային կալանքում է, ըստ էության դատարանը փոխեց նրա այդ խափանման միջոց կալանքը, հիմա տնային կալանքում է։ Սպասելի էր այս որոշումը ու ինչու նման փոփոխություն տեղի ունեցավ։ Իմ կարծիքով այդ ամեն ինչը մեկ տրամաբանության մեջ է, մինչև ընտրություններ մեկ տրամաբանության մեջ է, մինչև ընտրություններ 1000 անգամ կներեք, բայց իրան համարժեք բառով պետք է ասեմ, դիշովի ավտարիցետ հավաքելու։ Այսքան բան, թե չէ ինքը ներքուստ, ինքը հակահայ, հակաեկեղեցական, հակաբարոյական, ինքը գենետիկ ատելություն ունի մեր ազգի, մեր եկեղեցու, ամեն մեր արժեհամակարգի հանդեպ ինքը գենետիկ ատելություն ունի։ Էդի ուղղակի նախընտրական PR-ը, սենց մթնոլորտը մի քիչ տենց բթացած պահելու, չսրելու էլի ավելի, մինչև ընտրություններ, այդքան բան։ Իրա առաքելությունն է ոչնչացնի մեր եկեղեցին, մեր ազգը, մեր երկիրը, ինքը չի հրաժարվելու դրանից, ինքը կոդավորած, զոմբիացրած է այդ պրոգրամայով, մինչև վերջը էլ ինքը ուզենալու է հետի անի, բայց չի կարենալու, իրա վերջը հենց եկեղեցուց էլ գալու է, աստվածա հենց Սամվել Կարապետյանով գա, որտև այս մարդը ամեն դեպքում կարար այդ մի նախադասությունը չասեր ու իր համար այսքան պրոբլեմներ չստեղծեր, բայց ինքը գերադասեց ասի, որ ինքը մինչև վերջ իր եկեղեցու ու իր ժողովրդի կողքին է։